21-րդ դարի ամենահետախուզվող ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկը Աբու Մուսաբ Ալ-Զարքավի, Իրաքում Ալ-Քայդա ահաբեկչական խմբավորման առանցքային առաջնորդը։ Այս ահաբեկիչը տարիներով վախի մթնոլորտում էր պահում ամբողջ տարածաշրջանը։ Նրա կատարած գործողությունները խլել են ավելի շատ կյանքեր, քան հենց Ալ-Քայդա ահաբեկչական խմբավորումը ստեղծող Ուսամա Բեն Լադենի։ Ալ-Զարքավիի կատարած վայրագությունները այնպիսի մասշտաբային էին, որ ԱՄՆ-ն ստեղծում է հատուկ գաղտնի աշխատանքային խումբ, բաղկացած ամենաէլիտար ջոկատայիններով, նրան հայտնաբերելու եւ չեզոքացնելու նպատակով։ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ էլիտար ջոկատայինները տարիներով փնտրում են նրան, չխնայելով որևէ ռազմական եւ ֆինանսական ռեսուրս։ Բայց ամեն անգամ վերջին վայրկյաններին նրան ինչ-որ կերպ հաջողվում էր փախչել եւ շարունակել ահաբեկել տարածաշրջանը, թողնելով տասնյակ զոհեր։ Նա անհավանական դաժան է, նրա գործողություններից շատ զոհեր կան։ Պետք է կանգնեցնել նրան, եւ դա մենք կանենք։ Հաղթանակը մերն է լինելու։ Նա կստանա իր արժանի պատիժը։ Թվում էր, որ նա իր յուրաքանչյուր քայլը հաշվարկել է եւ իրեն ոչ ոք չի գտնի։ Բայց մի բան նա հաստատ չէր հաշվարկել։ Ինչպես հաջողվեց ամերիկյան հատուկ էլիտար ջոկատայիններին բրիտանական ուժերի հետ միասին տարիներով կատարած դժվարին իդեալական հաշվարկված հատուկ գործողությունների արդյունքում չեզոքացնել մի ահաբեկչական խմբի ղեկավարի, որին շատերը համարում էին համար մեկը։ Որպեսզի հասկանալ, թե ինչպես է ձևավորվել նման վտանգավոր եւ անողոք ահաբեկիչի կերպար, պետք է գնալ այնտեղ, որտեղից սկսվեց այս պատմությունը։ Հորդանան։ Այստեղ է ծնվել Աբու Մուսաբ Ալ-Զարքավին։ Սկզբում նրա անունը հայտնի չէր, բայց երիտասարդ տարիներից նա հաճախ բախվում էր օրենքի հետ։ Նա բնութագրվում էր բավական ագրեսիվ, իսկ շրջապատն անկայուն։ Շուտով նա հայտնվում է բանտում բռնության, թմրաթերի վաճառքի եւ այլ հանցագործությունների համար։ Եվ հենց այստեղ բանտում սկսվում է նրա ճանապարհը դեպի անողոք ահաբեկիչ։ Բանտում նա ծանոթանում է բանտարկյալների հետ, որոնք կիսում էին ծայրահեղական գաղափարներ։ Այս միջավայրում նրա աշխարհայացքը սկսեց կտրուկ փոխվել։ Բանտից դուրս գալուց հետո նա սկսում է կապեր հաստատել իսլամի եւ տարածաշրջանի ծայրահեղական խմբերի հետ։ Շուտով այդ կապերը նրան տանում են պատերազմական գոտիներ, որտեղ ձևավորվում էին նոր զինված հանցավոր խմբավորումներ։ 1988 թվականին Ալ-Զարքավին մեկնում է Աֆղանստան եւ սկսում մասնակցել պատերազմի խորհրդային միության դեմ։ Նա կարևոր դեր էր խաղում այնտեղ, մարտական ջոկատի հրամանատար էր։ Եվ հենց այստեղ նա տեսնում է իր ապագա դեռ ամբողջովին չստեղծված Ալ-Քայդա ահաբեկչական խմբավորման գլխավոր ղեկավար եւ հիմնադիր այդ ժամանակների մոլորակի համար մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենին։ Ուսաման եւ Ալ-Քայդայի ղեկավարությունը, տեսնելով Ալ-Զարքավի հմտությունն ու փորձառությունը, սկսում են հարգել ու վստահել նրան եւ հանձնարարում են կարևոր գործեր, ընդլայնելու հանցախմբի ազդեցությունը տարածաշրջանում։ Այդ տարիներին Ալ-Զարքավին գտնվում էր Իրաքի իրավապահների ուշադրության կենտրոնում, սակայն կառավարությունն ու ուժային կառույցները այնքան թույլ էին, որ նրա նկատմամբ լայնածավալ որս չէր սկսվել։ Բացի այդ, կային ավելի հայտնի ու ազդեցիկ հանցագործներ։ Այդ բացթողումների հետ մեկտեղ Ալ-Զարքավի ազդեցությունը կամաց-կամաց սկսում էր աճել տարածաշրջանում։ Նա ստեղծում էր նոր կապեր իսլամի հետ, ամրապնդում իր դիրքերը եւ աստիճանաբար վերածվում ավելի կազմակերպված հանցախմբի առաջնորդի։ Հաջորդ 10-ից 15 տարին Բեն Լադենի ազդեցության տակ Ալ-Զարքավին վերածվում է աշխարհի ամենավտանգավոր եւ անողոք ահաբեկիչներից մեկի, իրականացնելով ահաբեկչական գործողություններ, որոնց արդյունքում լինում են տասնյակ զոհեր։ 2003 թվականին, երբ ԱՄՆ-ն եւ իր գլխավորած ուժերը ներխուժեցին Իրաք, երկիրը հայտնվեց անկայունության եւ քաոսի մեջ։ Տեղից թույլ պետական համակարգը ել ավելի թուլացավ, իսկ Ալ-Զարքավին, օգտվելով ստեղծված իրավիճակից, սկսեց ակտիվորեն գործել Իրաքի տարածքում։
Հարձակումներ կազմակերպելով արդեն ոչ ավել ոչ պակաս ամերիկյան եւ կոալիցիոն ուժերի դեմ։ Ամեն ամիս գործողությունները դառնում էին ել ավելի հաճախակի եւ համակարգված։ Նրա ղեկավարությամբ փոքր խմբերը միավորվեցին մեկ ցանցի մեջ, որն ունակ էր գործողություններ իրականացնել տարբեր շրջաններում միաժամանակ։ Հարձակումները ոչ միայն ուղղված էին ամերիկյան ու կոալիցիոն ուժերի դեմ, այլ ազդում էին խաղաղ բնակչության վրա, ստեղծելով վախի եւ անկայունության մթնոլորտ։ Այսպես Ալ-Զարքավին աստիճանաբար վերածվեց տարածաշրջանի ամենավտանգավոր հանցախմբի առաջնորդի։ Նրա ազդեցությունը դուրս եկավ միայն Իրաքի սահմաններից եւ սկսեց սպառնալ ամբողջ մերձավոր արևելքը։ Իսկ մեկ տարի անց 2004 թվականին հենց Ալ-Կաիդայի հիմնադիր Ուսամա Բեն Լադենի ազդեցության տակ Աբու Մուսաբ Ալ-Զարքավին դառնում է Իրաքում Ալ-Կաիդա ահաբեկչական խմբավորման գլխավոր առաջնորդը։ Նրա հաշվին արդեն կային շատ ավելի մեծ թվով զոհեր, քան հենց կառույցի հիմնադիր Բեն Լադենի։ Նրա ախորժակն այնպես էր բացվել, որ սկսեց ուղղակիորեն մարտահրավեր նետել ԱՄՆ-ին եւ նրանց գործընկերներին։ Ամերիկյան հատուկ գաղտնի ծառայությունները պատրաստվում են մշակել հատուկ գործողություն, հայտնաբերելու եւ չեզոքացնելու Ալ-Զարքավիին։ Ամերիկացիները հասկացան, որ նա սովորական զինյալ չէ։ Շնորհիվ իր յուրահատուկ հմտությունների համադրության նա մշտապես մեկ քայլ առաջ էր։ Կարողանում էր միաժամանակ իրականացնել տարբեր գործողություններ եւ խուսափել հետախուզությունից, ինչը նրան դարձնում էր ոչ միայն ամենավտանգավոր, այլ ԱՄՆ-ի ամենամեծ մարտահրավեր հանդիսացող թշնամիներից մեկի։ Այս ամենը ստիպում էին ամերիկյան հետախուզությանը շատ անգամներ փոփոխել պլանները։ Ալ-Զարքավին դարձավ Իրաքում ամերիկյան ուժերի իրական ընդդիմություն։ Զարքավիի խմբավորումը առաջնորդվում էր կրոնական տեքստերի սեփական ծայրահեղական մեկնաբանությամբ։ Նրանց համար յուրաքանչյուր դաժան գործողություն դիտարկվում էր ոչ թե որպես հանցագործություն, այլ ներկայացվում էր որպես սուրբ պարտավորություն եւ պայքար հանուն հավատքի։ Նրա գործունեության համար առավել նպաստավոր միջավայր էին Իրաքը, Պակիստանը եւ Աֆղանստանը։ Իրաքի անկայունությունը թույլ էր տալիս ստեղծել թաքնված խմբեր եւ իրականացնել հարձակումներ ամերիկյան եւ կոալիցիոն ուժերի դեմ, իսկ Պակիստանն ու Աֆղանստանը ծառայում են որպես գաղտնի բազաներ, վարժանքների, ռեսուրսների եւ կապերի համար։ 2004 թվականին Ալ-Զարքավիին առնչվող ջահիդիստական խմբերը հրապարակում են տեսանյութ, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես են ամերիկացի մի տղամարդու մահապատժի ենթարկում, որին գերեվարել էին Իրաքում։ Այս գործողությունը նպատակ ուներ վախ սփռել, ուշադրություն գրավել եւ ցույց տալ նրանց ուժը։ Տեսահոլովակի սկզբում ասվում էր, որ Ալ-Զարքավին արդեն հասել է ամերիկացիներին։ ԱՄՆ կենտրոնական հետախուզությունը ուսումնասիրելով Ալ-Զարքավիի գործողությունները հասկացավ, որ նա ոչ միայն խելացի ու ճկուն առաջնորդ է, այլ հասկանում է ինչպես օգտագործել իր իմիջը։ Ալ-Զարքավին գիտակցում էր, որ եթե իրեն ցուցադրի որպես իրական մարտիկ ամերիկացիների թշնամի, այդ կերպ նա կստանա ֆինանսական աջակցություն մսկիթներից ու որոշ այլ աղբյուրներից եւ կգրավի կամավորների ամբողջ արաբական աշխարհից։ Արդյունքում դա հաջողվեց նրան։ Նա իր վրա կենտրոնացրեց աշխարհասփյուռի ուշադրությունը, ստեղծեց վախի մթնոլորտ եւ ամրապնդեց իր դիրքը որպես վտանգավոր առաջնորդ։ Նա ինքն իրեն դարձրեց ԱՄՆ-ի եւ կոալիցիոն ուժերի հիմնական թիրախը, փորձելով բոլորին ցույց տալ, որ ինքն առավել վտանգավոր է եւ որ իր հետ գործ ունենալը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Որոշները, այդ թվում Ալ-Կաիդայի բարձրագույն ղեկավարությունը, արդեն համակարծիք էին, եթե ամերիկացիները չեն կարող կանգնեցնել նրան, ապա ոչ ոք այլևս չի կարողանա։ Ալ-Զարքավին կհաղթի եւ կշարունակի իր ազդեցությունը ուժեղացնել։ Այդ ժամանակ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությունը կազմակերպում է հատուկ գաղտնի գործողություններ Ալ-Զարքավին եւ նրա հանցավոր խմբավորումը չեզոքացնելու եւ ի վերջո վերջ դնելու այս վայրագություններին։ Այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ իր խորհրդականների համար սա առաջնային խնդիր էր։
Գործողություններին մասնակցելու են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ էլիտար ջոկատայինները, որոնք անկասկած համարվում են աշխարհում թիվ 1 զինված ստորաբաժանումները։ Նրանց կազմում են լեգենդար Delta Force-ը, Navy SEALs-ը, ծովային կատուների 6-րդ ջոկատը, 24-րդ հատուկ տակտիկական խումբը, ինչպես նաև բրիտանական SPS էլիտար ծովային հատուկ ջոկատայինները եւ SAS էլիտար հատուկ օդային ջոկատայինները։ Այս ուժերը պատրաստված են գործելու այնտեղ, որտեղ սովորական բանակն անզոր է։ Նրանք անցնում են ծայրահեղ ծանր պատրաստվածություն, կարողանում են գործել լիակատար գաղտնիությամբ, վայրկյանների ընթացքում ընդունել վճռորոշ որոշումներ եւ կատարել գործողություններ անհավանական ճշգրտությամբ։ Նրանց համար մոլորակի վրա գրեթե չկան անհասանելի տարածքներ կամ անհնարին առաջադրանքներ։ Նրանք կարող են հաջողությամբ իրականացնել ամենաբարդ գործողությունները աշխարհի ամենադժվար հասանելի վայրերում։ Բայց այս անգամ նրանց առջև կանգնած է մի թիրախ, որը տարիներ շարունակ կարողացել է խուսափել նույնիսկ ամենաուժեղներից։ Սկզբում ամերիկյան հատուկ ծառայությունները չունեին հստակ տեղեկություններ, որտեղ է Ալզար-Քավին, ում հետ է շփվում եւ ովքեր են նրա աջակիցները։ Ահաբեկիչը չէր օգտագործում բջջային հեռախոս կամ որևէ էլեկտրոնային սարք, վախենալով, որ կգտնեն իրեն։ Նա հաղորդակցվում էր միայն վստահելի մարդկանց միջոցով, սակայն նրանք եւ նրանց գտնվելու վայրը նույնպես մնում է անհայտ։ Եվ այսպես սկսվում է բարդ եւ երկարատև հետախուզական պայքար։ Այս գործողությունները ղեկավարելու է Իրաքում ԱՄՆ-ի գեներալ Սթենլի Մաքրիստալը։ Հենց նրա ղեկավարության ընթացքում 2003 թվականին հաջողվել էր հայտնաբերել Սադամ Հուսեյնին, եւ այժմ գեներալը կենտրոնացել է բոլոր ուժերն ու ռեսուրսները մեկ նպատակի վրա՝ հայտնաբերել եւ չեզոքացնել գլխավոր ահաբեկիչ Աբու Մուսաբ Ալ-Զարքավիին, ինչ գնով էլ որ դա լինի։ Այս էլիտար ջոկատայինները սովորաբար տարեկան իրականացնում են մի քանի խոշոր գործողություններ աշխարհի տարբեր վայրերում, սակայն այս անգամ իրավիճակն այլ է։ Նրանք գրեթե ամեն օր պետք է գործեն, մոտենալով իրենց ամենավտանգավոր թիրախին։ Հաջորդ մի քանի շաբաթները գեներալը հավաքում էր հնարավոր բոլոր տեղեկությունները Ալզար-Քավիի վերաբերյալ, փորձելով գտնել նրա թույլ կողմերը եւ հնարավոր գտնվելու վայրը։ Մինչ այդ հատուկ ջոկատայինները պատրաստվում էին անցնել գործողության։ Նրանք սկսում են խուզարկել բոլոր կասկածելի վայրերը եւ տները, որտեղ կարող են թաքնվել ահաբեկիչները։ Սակայն հանցախումբը մինչ ատամները զինված է, ասես արդեն գիտեին, որ հարձակում է լինելու։ Սկսվում է հրաձգություն։ Որոշ ահաբեկիչներ ոչնչացվեցին, բայց ոչ Ալզար-Քավին։ Նա այնտեղ չէր։ Բայց ջոկատայինները փայլուն կատարեցին իրենց աշխատանքը, ոչ ոք նույնիսկ վնասվածք չի ստացել։ Պարագլուխը դեռ շարունակում է թաքնվել։ Հանցախումբը անընդհատ փոխարինում է սպանված զինյալներին նորերով, բայց դրա համար որոշ ժամանակ է հարկավոր, եւ այստեղ գեներալ Մաքրիստալը մշակում է մի խելացի գործողություն։ Եթե նրանք շարունակեն մեծ թափով իրենց գործողությունները, ապա ավելի կարճ ժամանակում կհասնեն խմբավորման առաջնորդին, քան նրանք կհասցնեն վերականգնել իրենց զինյալների թիվը, եւ սկսվում է մասշտաբային գործողություններ ամբողջ Իրաքի տարածքում ամեն օր ու գիշեր։ Մենք երբեք կանգ չենք առնի, վերջի վերջո հաղթանակը մերն է լինելու։ Ջոկատայինները կարողանում են չեզոքացնել մեծ թվով հանցախմբի անդամների եւ գերեվարել որոշներին։ Բայց գլխավոր թիրախը դեռ չկա, նա ասես անհետացավ մոլորակից։ Մինչ հրամանատարությունը գերեվարվածներին հարցաքննում է եւ փորձում է հավաքել տեղեկություններ առաջնորդի վերաբերյալ, Աբու Մուսաբ Ալ-Զարքավին առաջին անգամ հայտնվում է տեսագրության մեջ, անձամբ խոսելով եւ ներկայանալով, մինչ այդ նա համարվում էր գրեթե անտեսանելի։ Այս տեսանյութով նա ցույց տվեց, որ իրականում ղեկավարում է իր գործողությունները։ Նա խոսում էր ԱՄՆ-ի դեմ պայքարի մասին եւ հայտարարում էր, որ իր գործողությունները շարունակվելու են։ Տեսանյութը լավ ուսումնասիրելուց հետո գեներալ Սթենլի Մաքրիստալը եւ իր թիմը պատրաստում է նոր պլան։ Հրամանատարական կենտրոնը ստացել է տեղեկություն Ալզար-Քավի հնարավոր գտնվելու վայրի մասին։
Հատուկ ջոկատայինները պատրաստվում են գիշերային դժվար և վտանգավոր գործողության։ Այս անգամ նրանց միանում են բրիտանական պարաշուտային դեսանտային էլիտար ստորաբաժանումները։ Նրանք կատարում են ամենաբարդ և ամենավտանգավոր գործողությունները։ Հատուկ ջոկատայինները ժամանում են այն տան տարածք, որտեղ ըստ տեղեկությունների թաքնվում է Ալ-Զարքավին։ Տան դուռը բաց է լինում։ Ջոկատայինները աննկատ մոտենում են դռանը, բայց երբ նրանք ներս են մտնում, հանցախումբը անմիջապես կրակ է բացում և սկսվում է հրաձգություն։ Կարծես նրանք ամեն պահի սպասում էին հնարավոր հարձակման։ Ջոկատայինները մի պահ ետ են քաշվում անվտանգ տարածք։ Հանցախումբը մինչև ատամները զինված են և պատրաստ են կռվել մինչև վերջ, միայն թե իրենց ղեկավարին չտան։ Ջոկատայինները նման դեպքերում կարող են ռումբ նետել տան վրա և այս ամենին վերջ դնել, բայց հրամանատարի կողմից կա հրաման Ալ-Զարքավին կենդանի վերցնել։ Րոպե անց նրանք շատ արագ նոր պլան են մշակում և նորից մտնում տուն։ Սկսվում է հրաձգություն։ Ահաբեկիչները սկսում են օգտագործել մահապարտերի։ Այս պահից սկսած օգնության են հասնում բրիտանական էլիտար ջոկատայինները։ Ինտենսիվ հրաձգությունը շարունակվում է շուրջ 20 րոպե, այնուհետև լռություն։ Գետնին են բազմաթիվ սպանված ահաբեկիչներ։ Ջոկատայիններից ոչ ոք նույնիսկ վնասվածք չի ստացել։ Նրանց հաջողվում է ձերբակալել Ալ-Քայդայի 5 բարձրաստիճան ղեկավարների, բայց ոչ Ալ-Զարքավիին, նա այդ պահին կրկին ներսում չի լինում։ Խումբը այնտեղից վերցնում է բոլոր կարևոր իրերը, ներառյալ մի քանի բջջային հեռախոսներ և համակարգիչներ։ Սա ջոկատայինների համար փոքր, բայց հաղթանակ է։ Նրանք կարողանում են իմանալ բավական ինֆորմացիա Ալ-Զարքավի և Ալ-Քայդայի վերաբերյալ։ Պարզվեց, որ ջոկատայինների ներխուժումից ընդամենը մի քանի ժամ առաջ նա այնտեղ է եղել։ Իրավապահները գնալով ավելի ու ավելի են մոտենում մեծ հաղթանակին։ Ձերբակալված 5 անդամները տեղափոխվում են հատուկ խիստ վերահսկվող մեկուսարաններ։ Հերթը հետաքննիչներինն է։ Նրանք պետք է հարցաքննեն ձերբակալվածներին և ամեն գնով իմանալ ամեն ինչ հանցավոր խմբավորման մասին և ամենակարևորը՝ գլխավոր ահաբեկիչ Ալ-Զարքավի գտնվելու հստակ վայրը։ Ձերբակալվածները շարունակ պնդում էին, որ իրենց իբր հրավիրել էին երեկույթի զվարճանալու և որ նրանք չգիտեին ոչինչ։ Իհարկե դա սուտ է։ Նրանցից Աբու Խայդեր անունով մեկին քննիչները հարցաքննում են ավելի քան 20 օր, բայց անարդյունք, ոչինչ չի օգնում։ Ոչ հոգեբանական ճնշումները, ոչ համագործակցությունը, ոչ էլ երկար տարիների բանտարկության փաստը։ Ինչպես մնացած 4-ին, նրան նույնպես որոշում են տանել շատ խիստ վերահսկվող մի բանտ։ Բայց մինչ տանելը մի հետաքննիչ փորձում է վերջին անգամ հարցաքննել ահաբեկիչին։ Ես փորձեցի վերջին անգամ հարցաքննել նրան, հուսով, որ նա կսկսի խոսել։ Քննիչը մոտ 6 ժամ շարունակ խոսում է հանցագործի հետ։ Նա կարողանում է հոգեբանորեն ազդել նրա վրա և ստեղծում է այնպիսի մի իրավիճակ, որ նա հավատա, իբր իրենք արդեն հաղթել են ամերիկյան հատուկ ջոկատայիններին և ամեն ինչ ավարտված է։ Իսկ հիմա պետք է մտածել Իրաքի ապագայի մասին և որ իր դերը կարող է մեծ նշանակություն ունենալ։ Երկար խոսելուց հետո ինձ վերջապես հաջողվեց համոզել նրան։ Նա հավատաց, որ հաղթել է և հիմա իր դերը կարևոր է ապագա կառուցված գործողությունների համար։ Ահաբեկիչը հավատում է և համաձայնվում է համագործակցել մի հատուկ գործողությունում, որը իրականում գոյություն չունի։ Մի քանի շաբաթ համագործակցելով, քննիչներին հաջողվում է ահաբեկիչից ստանալ կարևորագույն տեղեկությունը, որին այդքան երկար սպասում էին՝ Ալ-Զարքավի գտնվելու վայրը։ Սա լինում է բեկումնային պահ իրավապահների համար։ Ինձ հաջողվեց իմանալ ոչ միայն Ալ-Զարքավի գտնվելու վայրը, այլ նաև իր աջակիցների և նրանց տեղաշարժը։ Հրամանատարությունը Սթենլի Մաքքրիստալի գլխավորությամբ շատ արագ կազմակերպում է նոր հատուկ գործողություն։ Գերեվարվածն ասաց, որ Ալ-Զարքավին ունի հոգևոր խորհրդատու և որ ամեն ամիս նրանք հանդիպում են։
հենց Ալ-Զարքավիի տանը։ Նա իրավապահներին հայտնում է ոչ միայն այդ անձի մասին, այլ նաև կարևոր մանրամասներ, որ հոգևոր խորհրդատուն գնում է Ալ-Զարքավիի մոտ կապույտ գույնի մեքենայով։ Հետախուզական վարչությունը շատ արագ հաստատում է տեղեկությունը եւ հոգևոր խորհրդատուի ինքնությունը։ Այդ պահից սկսվում է շուրջօրյա հսկողություն։ Ամերիկյան եւ բրիտանական հրամանատարական կենտրոնները օգտագործելով այդ ժամանակների նորագույն տեխնոլոգիայով հագեցած անօդաչու թռչող սարքերը սկսում են մշտապես հետևել կապույտ ավտոմեքենայի տեղաշարժը։ Նրանք պետք է 100% համոզվեն, որ Ալ-Զարքավին հենց այդ տանն է։ Մի քանի ժամ անց բոլորը տեսնում են այն, ինչին տարիներով սպասում էին։ Կապույտ մեքենան կանգ է առնում մի տան մոտ, որտեղ պետք է լինի ահաբեկիչը։ Վարորդը հոգևոր խորհրդատուն իջնում է մեքենայի ղեկից եւ հաջորդ վայրկյանին դուռը բացվում է եւ նրան դիմավորում է անձամբ Աբու Մուսաբ Ալ-Զարքավին։ Այժմ բոլորը համոզվում են, որ պարագլուխը այնտեղ է։ Անմիջապես օդ են բարձրանում հատուկ ջոկատայինների ուղաթիռները եւ շարժվում այնտեղ։ Բայց մինչ ուժերը կհասնեն այնտեղ, հրամանատարական կենտրոնում սկսվում է ամենաբարդ որոշումներից մեկը՝ գործել հիմա, ցերեկով, թե սպասել գիշերով կենթանի վերցնել։ Ցերեկային հարձակումը կարող է վերածվել լայնածավալ հրաձգության եւ կարող են լինել բազմաթիվ զոհեր, իսկ սպասելը կարող է հանգեցնել նրան, որ նա կարող է կրկին փախչել։ Քանի որ Ալ-Զարքավին բազմիցս ցույց է տվել, որ վերջին վայրկյաններին կարողանում է վարպետորեն անհետանալ, գուցե սա եզակի շանսն է նրան չեզոքացնելու։ Մինչ բոլորը հրամանատարական կենտրոնում իրական ժամանակով հետևում էին կատարվողին, գեներալ Սթենլի Մաքրիստելը վայրկյանների ընթացքում փոխում է գործողության պլանը։ Հատուկ ջոկատայինների ուղաթիռներին անհրաժեշտ է առնվազն 20-ից 25 րոպե այնտեղ հասնելու համար։ Դա չափազանց երկար է։ Վտանգը մեծ էր, որ Աբու Մուսաբ Ալ-Զարքավին կրկին կանհետանա։ Գեներալը անմիջապես կապ է հաստատում արդեն օդում գտնվող երկու F-16 կորսանիչների օդաչուների հետ եւ տալիս է հստակ հրաման՝ ոչնչացնել թիրախը։ Գեներալը այս ամենը որոշում է ակնթարթորեն եւ 1 րոպե անց տեղի է ունենում ահա թե ինչ։ F-16 կորսանիչից արձակվում է 2 ռումբ, երկուսն էլ հասնում են իրենց նպատակին։ Թիրախը ոչնչացված է։ Այդ պահին այնտեղ հանցավոր խմբավորումները բոլորը գիտեին, որ Ալ-Զարքավին այդ տան ներսում էր։ Անհավանական է, բայց մի քանի րոպե անց, երբ հատուկ ջոկատայինները հասնում են այնտեղ, Ալ-Զարքավին դեռ ողջ է լինում։ Երբ նրանք փորձում են դուրս բերել նրան բեկորների տակից, այդ պահին նա մահանում է։ Ընդհանուր առմամբ իրաքյան պատերազմի եւ իր կատարած վայրագությունների զոհ են դարձել ավելի քան 100,000 մարդ եւ այս ամենը կարծում եմ, որ արդարացի էր։ Առավոտյան ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը պաշտոնապես հայտարարում է. Իրաքում իրականացված հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է գլխավոր ահաբեկիչ Աբու Մուսաբ Ալ-Զարքավին։ Սա կարևոր եւ ուժգին հարված էր ահաբեկչությանը։ Պայքարը շարունակվում է։ Ալ-Զարքավիի մահը մեծ հարված է լինում Իրաքում Ալ-Քայդայի համար, բայց սա դեռ ամենը չէ։ Հատուկ ջոկատայինները քանդված տնից կարողանում են գտնել կարևորագույն տեղեկություն Իրաքում Ալ-Քայդայի վերաբերյալ եւ գրեթե ամբողջությամբ ջախջախում են այդ հանցավոր կառույցը Իրաքում։ Բայց այսքանով էլ ամեն ինչ չի ավարտվում, քանի որ մնում է գլխավորը, այս չարիքը ստեղծողը, այդ ժամանակների մոլորակի համար 1 ահաբեկիչը, հենց ինքը Ուսամա Բեն Լադենը։ Ինչպես այս հատուկ ջոկատայինները 10 տարի հսկայածավալ աշխատանքից հետո կարողացան հասնել եւ ոչնչացնել նրան։ Այս մասին շուտով կլինի առանձին տեսանյութ։ Շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։